Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք թղթային քրոմատոգրաֆիայի միջոցով կառանձնացնենք եւ կուսումնասիրենք սպանախի տերևներում առկա գունանյութերը։ Քրոմատոգրաֆիայի միջոցով կփորձենք պարզել քլորոֆիլ B, քլորոֆիլ A, կարոտին, քսանթոֆիլ գունանյութերի առկայությունը սպանախի տերևներում։ Համեմատական վերլուծություն կկատարենք սպանախի տերևներում առկա պիգմենտային կազմերի միջև։ Քրոմատոգրաֆիան բույսերի տերևների մեջ եղած գունանյութերը, պիգմենտները բաժանելու լաբորատոր մեթոդ է, որը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա։ Տարբեր պիգմենտներ տարբեր չափով են լուծում լուծիչում և տարբեր ուժով են կպչում թղթին։ Այդ պատճառով պիգմենտները տեղափոխվում են թղթի վրա տարբեր արագությամբ և արդյունքում տեղակայվում են տարբեր բարձրությունների վրա, ստեղծելով տարբեր գունային շերտեր։ Լաբորատոր աշխատանքը կատարելու համար մեզ անհրաժեշտ են սպանախի թարմ տերևներ 20 մլ 90% պրոպանոն, ացետոն 20 մլ լուծիչ, հեքսան, սանդ և հավանգ 100 մլ տարողությամբ 2 բաժակ, ձագար և ֆիլտրի թուղթ։ Քրոմատոգրաֆիայի թուղթ կարելի է օգտագործել նաև ֆիլտրի թուղթ, վիրաբուժական ձեռնոցներ, կաթոցիչ, պիպետ, մկրատ, ապակյա մազանային խողովակ, ատամմաքրիչ, տերևի տարբեր պիգմենտների գունանյութերի աղյուսակ, թուղթ և մատիտ։ Աշխատանքի ընթացքում կարևոր է պահպանել անվտանգության կանոնները, աշխատել լավ օդափոխվող տարածքում, կրել ձեռնոց և պաշտպանիչ ակնոց, լուծիչների, ացետոն, հեքսան, գոլորշիներից պաշտպանվելու համար, խուսափել կրակից, նյութերը հեշտ բռնկվող են, պրոպանոնը և հեքսանը հրավտանգ են, ձեռքերը լվանալ կենսաբանական նյութերին ձեռք տալուց հետո։ Սպանախի տերևները մանրացնենք և լցնենք հավանգի մեջ։ Ավելացնենք մի փոքր պրոպանոն։ Տրորենք տերևները սանդի օգնությամբ մինչև ստացվի մուգ կանաչ լուծույթ։ Այսպես պատռում ենք քլորապլաստները և լուծում պիգմենտները։ Լուծույթը զտենք ֆիլտրի թղթով և ձագարի օգնությամբ լցնենք բաժակի մեջ։ Մենք մաքրեցինք լուծույթը չլուծվող մասնիկներից։ Կաթոցիչի օգնությամբ բաժակի մեջ ավելացնենք 10 մմ բարձրությամբ հեքսան լուծիչ։ Փակենք փորձանոթը և թողնենք մոտավորապես 10 րոպե, մինչև փորձանոթում պարունակվող օդը հագենա լուծիչի գոլորշիներով։ Այդ ընթացքում մենք կտրենք քրոմատոգրաֆիայի թղթից մի կտոր այնպես, որ հնարավոր լինի տեղադրել մեկ այլ բաժակի ներսում, առանց կողմերին հպելու։ Ծալենք թղթի մյուս ծայրը, ծալքի մեջ մտցնենք ատամմաքրիչը, թուղթը բաժակին ամրացնելու համար։ Օգտագործելով ապակյա մազանոթային խողովակ կամ բարակ ատամմաքրիչ, պիգմենտների խառնուրդից մի փոքր կաթիլ տեղադրենք գծի երկայնքով, սկսելով ծայրից։ Թողնենք, որ բիծը չորանա։ Այս գործողությունը կրկնենք մի քանի անգամ մատիտով գծած գծի երկայնքով, թույլ տալով հաջորդական կաթիլներին չորանալ։ Արդյունքում ահա ստացանք քլորոֆիլի բարակ, բայց խիտ գիծ։
Տեղադրենք քրոմատոգրաֆիայի թուղթը հեքսան լուծիչով լցված բաժակում այնպես, որ թղթի ծայրը լինի լուծիչի մեջ, բայց լուծիչը չհասնի պիգմենտի գծի մակարդակին։ Այս քայլի նպատակն է պիգմենտների տարանջատումը ըստ լուծելիության։ Փորձանոթը դնենք թույլ լույսի տակ, մոտավորապես 20-30 րոպե, մինչև տեղի ունենա պիգմենտների բաժանում։ Միաժամանակ հետևենք պիգմենտների բաժանման գործընթացին։ Փորձն ավարտեցինք, անցնենք արդյունքների վերլուծության փուլին։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք թղթային քրոմատոգրաֆիայի միջոցով առանձնացրեցինք սպանախի տերևներում առկա գունանյութերը։ Թղթի ներքևի մասում մուգ կանաչ գիծ է։ Սա մեկնարկային գիծն է, որտեղ դրվել էր սպանախի էքստրակտը։ Այնտեղից վեր բարձրանալիս երևում են 4 հստակ գոտիներ։ Բաց կանաչ շերտը համապատասխանում է քլորոֆիլ B-ին։ Տվյալ լուծիչում քլորոֆիլ B-ն ավելի քիչ լուծելի է եւ ավելի ուժեղ է կլավում թղթի վրա, այդ պատճառով բնում է ներքևում։ Մուգ կանաչ շերտը, որը համապատասխանում է քլորոֆիլ A-ին, մի փոքր ավելի լուծելի է եւ բարձրանում է վեր։ Դեղնավուն շերտերը վերևում համապատասխանում են քսանտոֆիլներին ու կարոտիններին։ Քանի որ դեղնավուն շերտերը բարձր են բարձրացել, նշանակում է, որ այդ պիգմենտներն ավելի լուծելի են կիրառված լուծիչում, իսկ կանաչները ավելի քիչ լուծելի եւ ավելի ուժեղ կլանվող են թղթի վրա։ Քսանտոֆիլը ունի միջին լուծելիություն։ Կարոտինը ամենալուծելի պիգմենտն է, ուստի բարձրանում է ամենահեռուն։ Քրոմատագրումը հաստատում է, որ սպանախի կանաչ գույնը պայմանավորված է մի քանի տարբեր պիգմենտներով՝ քլորոֆիլ B, բաց կանաչ, քլորոֆիլ A, մուգ կանաչ, քսանտոֆիլներ եւ կարոտիններ, դեղին նարնջագույն։ Այսպիսով սպանախի տերևների գունավոր նյութերը տարբեր են եւ ունեն տարբեր ֆիզիկա-քիմիական հատկություններ, ինչի շնորհիվ հնարավոր է դրանք առանձնացնել թղթային քրոմատագրությամբ։ Թղթային քրոմատոգրաֆիայում սպանախի տերևների պիգմենտները տարանջատվեցին, առաջացնելով հետևյալ շերտերը. ներքևից վեր քլորոֆիլ B, քլորոֆիլ A, քսանտոֆիլ եւ կարոտին։ Սա ցույց է տալիս, որ պիգմենտները տարբերվում են տվյալ լուծիչում իրենց լուծելիությամբ եւ թղթի նկատմամբ կլանման ուժով։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։